Պարոն Խաչատրյան։ Կապիտալ ծախսերի վրա ինչքան գումար են կողում, եւ ստեղ խոսքը չի վերաբերվում միայն ծրագրային վարկերի մասին, որովհետեւ եթե դա լիներ իրականությունը, ձեր ասածը այլ հավասար պայմաններում ճշմարտություն է եւ ճիշտ է, բայց կառավարությունը միլիարդների բյուջետային աջակցության վարկեր է վերցնում ի հավելումն ծրագրային վարկերի եւ դա հիմնավորում է կապիտալ շինարարության անհրաժեշտությամբ։ Ուզեմ ուղղակի նշեք, մենք մեր սեփական փողերից ինչքան ենք դնում կապիտալ շինարարության վրա։ Դա առաջի հարցը եւ երկրորդ հարցը վերաբերվում է սանիտարական աղբավայրերի կառուցմանը, մասնավորապես Նուբարաշենի աղբավայրում ես կարծում եմ, ասկան պետք է խնդրեի, որ Երևանի քաղաքապետն այդ հարցին անդրադառնար, Կոտայ Գեղարքունիքի աղբավայրին եւ նաեւ Լոռի Տավուշի, որը ինչ որ ժամանակ քննարկվում էր։ Որտեւ իրավիճակը տեսնում ենք ինչ է, չէ՞, գոնե Սովետաշենի, Նուբարաշենի պահով 26 մեքենաներ եք նշել, այո, շատ լավ է, նոր մեքենաներ են, աղբավակները նոր արտահայտություններով են, տեսանելի, ինքը գեղեցիկ է, բայց խորքային խնդրեմը չի լուծվում։ Ոնց որ սատկած ձկան վրա ածիկալոն փչես, որ հոտը չերևա։ Այդ տպավորությունն է։ Ուզում հասկանամ, վերջը, այդ երկու ծրագրերը, որոնք սկսել էին, որոնց տակ փող կար, եւ մեկը, որը քննարկվում էր, ուր ենք հասել։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Խուդատյան, միացրեք ձեր բարձրախոսը։ Ուրեմն անդրադառնամ թերևս կապիտալ բնույթի ծախսերին, պիտի ասեմ, որ իմ թվարկածների մեջ, օրինակ այսօրվա թվարկածների մեջ, օրինակ 31.8 միլիարդ դրամը, որը մենք որպես սուբվենցիա հատկացել ենք համայնքներին, դրանք մեր բյուջեից առանց վարկի ներգրավման համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված ծրագրերի միայն մեր մասի ֆինանսավորումն են, պիտի ասեմ, որ ընդհանուրը կազմել է 57.5 միլիարդ ուրեմն 57.5 միլիարդ դրամ։ Այս ծրագրի շրջանակներում օրինակ ասֆալտապատվել է 210 կիլոմետր փողոց, սալարկվել է 36 կիլոմետր փողոց, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի կառուցման մասով 390 կիլոմետր համակարգ է կառուցվել, 245 կիլոմետր փողոցային լուսավորություն, 200 կիլոմետր գազաֆիկացում, 83 մանկապարտեզ եւ այլն։ Մասնակցային բյուջետավորման տողը ամբողջությամբ տրամադրվել է պետական բյուջեի միջոցներից, նախորդ անգամ ես ներկայացել եմ ճանապարհաշինական աշխատանքները, որոնք բացի հյուսիս-հարավի կտորից ամբողջը ֆինանսավորվել են պետական բյուջեի միջոցներից, որի արժեքը մոտավորապես 100 միլիարդ դրամը գերազանցում է հիմնական ծրագրերը, այսինքն այսօր թվարկածի ծրագրերի հիմնական մասը 90 եւ ավել տոկոսը, որոնք կապիտալ բնույթի են եղել, ֆինանսավորվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առանց ուրեմն վարկերի ներգրավման։ Սրան պիտի գումարեմ նաև դոտացիաները, որոնք համարտասման մասին օրենքով տրամադրվում են, իրենք առաջին հայացքից ուրեմն վարչական տող են եւ կապիտալ ծախսերի չեն, բայց օրենսդրական փոփոխությունները մեզ հնարավորություն են տալիս այդ տարվա ընթացքում մինչեւ 30%-ը դրանց ուղղել կապիտալ եւ դրանք էլ վերջին արդյունքում գեներացնում են այն միջոցները, որոնք լինում են արդեն համայնքային մասնակցությունը պետական համաֆինանսավորման ծրագրի ընթացքին։ Մյուսների մասով աղբավայրերի հետ կապված ասեմ, Կոտայ Գեղարքունիքի մասով էսպային աշխատանքները ավարտված են, մենք այնտեղ տեխնիկական հարցերը ամբողջությամբ ավարտված են, առաջիկա օրերին այդ աղբավայրը կբացվի, ավելի շատ հիմա քննարկում ենք միջազգային գործընկերների մասնակցության հարցը, հրավերներ եւ այլն, ամբողջը ավարտված են։ Մյուսների մասով մենք էսպային ունենք նախնական ընկալում, որ մեզ եւս 3 կամ 4 այդպիսի աղբավայր է անհրաժեշտ լինելու Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, առաջիկայում արդեն այսինքն էսպային ուսումնասիրություն ենք իրականացնում դրանց տեղաբաշխման մասով, առաջիկայում ավելի կոնկրետ հստակեցում կունենանք պարոն Խաչատրյան, ինչի մասին լրացուցիչ կասեմ։ Շնորհակալություն, արձագանք ունեք, պարոն Խաչատրյան։ Պարոն Խուդատյան,
պետական բյուջե, ամեն ինչն է պետական բյուջեից ֆինանսարում, նույնիսկ վարկը գալիս է պետական բյուջե։ Իմ ասած միջոցները, ինչ ես թվարկեցի, դրանք առանց վարկերի ներգրավման։ Հասկացա, բայց եթե նայենք կապիտալ շինարարությունը, չէ, ինչքան էր տարեկան անցյալ 24 տարվա ընթացքում։ Ձեր մասով։ Պարոն Խուդատյան, արձագանք եք, պարոն Խաչատրյան, նոր կպատասխանի էլի երկխոսություն չանենք։ Այսինքն ես ինչ եմ ասում, ներգրավված միջոցները վարկային, իրենք գալի մտել են բյուջե, գալիս է որպես բյուջետային աջակցության վարկ, բայց երբ փոխնախարարները, նաև ձեր փոխնախարարը, ֆինանսների փոխնախարարը գալիս է վարկի համար, մեր հանձնաժողովով գալիս է, որ վարկը համաձայնագիրը հաստատվի, համաձայնություն տրվի, ասում են, դա գնում է պետական ներողություն, կապիտալ շինարարության վրա, ճանապարհ, դպրոց, չգիտեմ, հիվանդանոց, կապիտալ շինարարություն։ Ուզում եւ այդ գումարները համադրելի են պաշտպանության նախարարությունը հանենք։ Եվ ստեղ համար եմ ուզում ասեմ, որ նայում ենք, ստացվում է, որ մեր կապիտալ շինարարության առողջի բաժինը, շատ մեծ առողջի բաժինը, պարտքով է կատարվում։ Պարոն Խաչատրյան, ես համակարծիք չեմ ձեր հետ եւ թվարկեցի այն ծրագրերը, որոնք վարկային միջոցներով են իրականացվել, օրինակ Վեդի ջրամբարաշինական աշխատանքը ասացի, որ ֆրանսիական զարգացման գործակալությունից ներգրաված վարկային միջոցներով են։ Թվարկեցի ուրեմն գերմանական KfW բանկի վարկային միջոցներով իրականացված ծրագրերը, բայց իմ թվարկած մյուս ծրագրերը, որոնց մասին ես ասացի, խոսքը մասնավորապես ուրեմն դոտացիաներն են, ճանապարհաշինական աշխատանքներն են հանած հյուսիս-հարավ, դրանք բոլորը իրականացվել են պայմանական ասած բյուջեի սեփական եկամուտների հաշվին առանց վարկային միջոցների ներգրավման։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, խնդրեմ։ Պարոն Խուդատյան, ստեղ 4 հարց ունեմ։ Իհարկե երկուսի մասին գրեթե խոսվեց, բայց չասվեց, որ այդ ծրագրերը կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի հետ կապված դեռևս 25 թվականի հունվարի 21-ի դուք ինձ ասեցիք, որ 1-2 ամսում հաջորդ մեկնարկը կտեսնենք, այդպես էլ չտեսանք, չնայած այն բանի, որ 17 թվականի հաստատված ծրագիր էր, պետք է 21 թվականին կյանքի կոչվեր եւ դուք եք ասում, որ դա վարկային միջոցներով է ձեռք բերվել իրականացվել ծրագիրը, այսինքն վարկային միջոցները տոկոսադրույքի տեսքով բանար է, պատտվել է, սակայն ծրագիրը 21-4 տարի հետո նոր կյանքի կոչվել կամ էլ չի կոչվել։ Ջրամբարաշինության ոլորտում, բացի նախկին 17 թվականի Վեդի նախկին ստեղծ սկսած ջրամբարաշինության ուրիշ ջրամբարաշինություն չկա, ձեռքբերում չկա, զերոյա։ Սա մեկ, նույնը կոշտ թափոնների աղբավայրերի հետ կապված 17 թվականի վարկային միջոցներով սկսած ծրագիրը, որ նույնպես 4 տարվա մեջ պետք է ավարտեիք, չեք իրականացրել։ Սա երկուս։ Խոսում է սուբվենցիոն ծրագրերի մասին, դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 27-ի 2085 որոշման, որի հետ կապված ես ու պարոն Ղալոմյանն էլ մի քիչ, գիտեմ, այսպես խոսակցություն ունեցանք, 39.5 միլիարդ դրամ տեղափոխվել է 2025 թվական պայմանագրերը երկարաձգվել է։ Հիմա դուք թվեր եք ընչեցնում, ես հստակ եմ ասում, կուզենամ որ դուք էլ թվերով ընչեցնեք, որ այսքան ծրագիր է իրականացվել։ Դուք 22-24 թվականին չիրականացված ծրագիրները, որոնք պետք է նույն տարում կամ նախորդ տարում իրականացվեր, հաջորդ տարում, չեք իրականացրել, բերել եք ստեղ, եւ սա ամբողջ հավաքական տեսքով մեծ ձեռքբերում եք ներկայացնում, որ սա մեծ ձեռքբերում, այսինքն 4 տարվա սուբվենցիոն ծրագրերը տեղափոխելով բերեք կամ մյուս ծրագրերը հասրել եք հիմա ըստ մարզերի կա ինձ մոտ, եւ հիմա էլ ասում եք սա մեծ ձեռքբերում, հետեւաբար այս 39 միլիարդի ծրագիրը դուք եք իրականացնելու։ Սա երրորդ հարցը եւ չորրորդ հարցը բազմաթիվ չեմ բանանելու, որ անդադ բարձրաձայն է 1 միլիարդ դրամ տրվել է սահմանապահ համայնքներին աջակցության ծրագրում։ 44-օրյա պատերազմի եւ սեպտեմբերյան այսպես ճշնամու կողմից ոտնձգությունների արդյունքում բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանապահ, որոնք չեն ընդգրկվել ցանկում։ Դուք իբրև նախարար ինչ եք անում, ես 4 տարի ես բարձրաձայնում եմ, ինչ է խտրական մոտեցում, նույն համայնքի կողքի համայնքը օգտվում է ծրագրից, ինչ մեղավոր է քաղաքացին կամ բնակիչ է։ Իսկ այն մնացածը չեն օգտվում։ Համայնքների ցանկը բազմաթիվ անգամ հնչեցել է, ելի եմ հնչեցնելու։ Դուք պարտավոր եք վիճակագրում անել, թեկուզ միջանկյալ լուծում տալու այդ նշված համայնքների այդ գազի ծրագրից, հողի արգի զիջման ծրագրից օգտվեն, հետո նոր մնացածի մասով կադրադառնան։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ 4 հարցի համար էլ հավասարաչափ, բայց ես անդրադառնամ ուրեմն սկսեմ երևի սուբվենցիաներից 57.2 միլիարդ դրամ
421 ծրագիր իմ թվարկած հերթականությամբ ամբողջը արվել են 2024 թվականին։ Այսինքն ինչ թվարկեցի, դրանք արվել են 2024 թվականին, դրանց մի մասը 23-ից մեկնարկած ծրագրեր են, մի մասը 22-ից մեկնարկած ծրագրեր են, մի մասը 24-ին մեկնարկած ծրագրեր են, այսինքն ինչ թվարկեցի, դրանք ամբողջը արվել, ավարտվել եւ վճարվել են 2024 թվականի պետական բյուջեից 57.2 միլիարդ դրամ արժեքով 421 ծրագիր ընդհանուր առմամբ, որից պետական բյուջեի ուրեմն համաֆինանսավորումը եղել է 31 միլիարդ դրամ։ Ջրամբարի հետ կապված վեդի ասացի աշխատանքները մենք արդեն ավարտել ենք, կոշտ թափոնների հետ կապված շատ ճիշտ եք հիշեցնում, 2 ամիս կամ մի փոքր ավել հետո աշխատանքները ամբողջությամբ ավարտված են, այս պահին էլ արդեն մինչև ձեր հարցի հնչեցնելը ես ասացի, որ ավարտված են եւ սպասում ենք մեր միջազգային գործընկերների հաստատմանը, ընդամենը բացման աշխատանքը կազմակերպելու մասով։ Եվ որ հարցը մնաց, որ ինչ անդրադարձա, խնդրեմ ասեք։ Սահմանապահ համայնքների հետ կապված ես ձեզ կփոխանցեմ ամբողջական ցանկը, որը այս սրա տրամաբանության մեջ սահմանամերձ է, ես ընդամենը անդրադարձա մի քանի համայնքի որպես օրինակ նշելով, օրինակ Կապանի դեպքում սահմանամերձ է հաշվարկվել 19, նոյեմբերյան համայնքի դեպքում սահմանամերձ է հաշվարկվել 4-ը եւ այդ նույն տրամաբանությամբ սա ուտի արձանագրեմ, որ լրացուցիչ ֆինանսավորում է հաշվի առնելով ուրեմն իրենց սահմանամերձ լինելու կարգավիճակը լրացուցիչ իմիջիալոց սա մեկնարկել է 2024 թվականի բյուջեում եւ առաջին անգամ որպես բյուջետային տող ուրեմն նշված է եղել 2024 թվականի բյուջեում եթե հարցը հնչեց սրանք ավելացնեմ նաեւ կուզեմ անդրադառնալ թվով 8 համայնքների, որոնք ազգային փոքրամասնություններով բնակեցված չխոշորացված համայնքներ են, իրենց էլ հատկացվել է 50 միլիոն դրամ կրկին 2024 թվականից հետո առաջին անգամ։ Պարոն Խուդացյան, երկու արդյունք անդրադառնամ, կարձագանքեմ, այդ գումարները որ կան, դրանք միշտ եղել են բյուջեում սահմանապահ, մի որոշ ցանկ ամբողջությամբ ունեմ, որոշակի համայնքներ կան, որոնք սոտ կմնացածը կարգավիճակ ստացան, որոնք նախկինում չունեին։ Խոսքս վերաբերվում է սեպտեմբերյան ագրեսիայի եւ 20 թվականի 44-րդ պատերազմից հետո մասնավորապես Գեղարքունիքի մի շարք համայնքներ Վարդենիսի դարձել են սահմանապահ, թե դուք փոքրամասնություններին 50 միլիոն եք տվել, սահմանապահ համայնքներին 5 միլիոն եք տվել, խոսքս դրա մասին չէ, հստակ ասում եմ, թվով 13 համայնք կա, եթե չեմ սխալվում, որոնք հստակ այդ չափորոշիչների մեջ են։ Ինչ եք գնահատում դրանց կարգավիճակը եւ տալիս